Հարգելի գործընկերներ, Սիսիան համայնքի հավաքանի 6-րդ նիստաշրջանի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի երթական նիստի մասնակցելու համար հավաքանի 21 անդամներից գրանցվել են 12-ը։ Նիստը իրավազոր է կարող սկսել։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել մեր նոր հավաքանում, ձեր ոտքը խերով լինի նույնպես, նորանոր հաջողություններ, օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել նաեւ 3 էներգետիկի օրներ, շնորհավորենք մեր բոլոր էներգետիկներին, Հանձինս Պարոն Աղաջանյան ձեզ, Պեղուն աշխատանք, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ։ Ոնց անվտանգ աշխատանք ձեզ։ Նախքան հիմնական հարցերին հասնելը ունենք մեկ լրացուցիչ հարց, ովքեր են կողմ օրակարգում ներառվելու համար լրացուցիչ հարցը։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով Գորայքի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության տրամադրելու մասին։ Ովքեր են կողմ 12 կողմ դեն ձեռնպատ չկա։ Սկսենք օրակարգը։ Ենթահարց Որնա Սենա սերնավորման հարցը, նաև կա մեկ ենթահարց, ընթերցեմ հարցը, հիմք ընդունելով 2020 թվականի հունվարի 27-ի Սիսիանի համայնքի և Ածը Տիգրան Մարգարյան Ենոքի, ինչպես նաև Ածը Հարութ Գալստյան Աշոտի միջև կնքված արհեստական սերնավորման ծառայությունների մատուցման պայմանագրերը Սյունիքի մարզպետարանի և Սիսիան համայնքի միջև կնքված թվով 2 սուբսիդիայի հատկացման վերաբերյալ պայմանագրերը և համայնքի ղեկավարի առաջարկը ավականու որոշման նախագծով առաջարկում է վարչական բյուջեի եկամուտներն ավելացնել 4.200.000 ՀՀ դրամով, որպես համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ։ Ովքեր են կողմ, որ այս հարցը ներառվի օրակարգում, 12 կողմ, դեն ձեռնպատ չկա։ Ընթերցեմ օրակարգը։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավականու 6-րդ նստաշրջանի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին։ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավականու 6-րդ նստաշրջանի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հերթական նիստի օրակարգը։ Հարց համար 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին։ Հարց համար 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ախլատյան, Տորունիկ, Բնունիս և Տոլորզ բնակավայրերի Հայաստան համայնքական հիմնադրամի պատվերով Էջի Ֆակտոր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող Տոլորզ բնակավայրի 8.8 կմ ոռոգման ինքնահաճ ջրատարի վթարային հատվածների, գետային ջրընդունիչ կառուցվածքի և այլ կառուցվածքների վերականգնման աշխատանքների նախնական համաձայնություն տալու մասին։ Հարց համար 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլան հաստատելու մասին։ Հարց համար 4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նպատակային հատկացումներ սուբվենցիա ստանալու նպատակով 2026 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրին հայտ ներկայացնելուն համաձայնություն տալու մասին։ Հարց համար 5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին։ Հարց համար 6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավականու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 081A որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Հարց համար 7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավականու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 124N որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Հարց համար 8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին։ Հարց համար 9.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության 2025 թվականի գույքագրման փաստաթղթեր հաստատելու մասին։ Հարց համար 10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավականու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 14-ա որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Հարց համար 11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավականու 2025 թվականի մայիսի 17-ի թիվ 16-ա որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Հարց համար 12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին։ Հարց համար 13. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ Օրակարգը այսքաններ, եթե հարցեր չկան, անցնենք քվեարկման։ Ովքեր են կողմ օրակարգին, 12 կողմ, դեմ ձեռնպատ չկա։ Հարց համար 1 կզեկուցի Համիկ Ստեփանյանը։ Բարև ձեզ։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին։ Ուրեմն ձեզ բաժանված է, ուղղակի ես ընթերցեմ այդ հիմնական մասերը։ Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի տեսակները համաձայն հավելված 1-ի։ Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղական տուրքերի գոտիավորումները համաձայն հավելված 2-ի։ Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2026 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը համաձայն հավելված 3-ի։ Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2026 թվականի տեղական վճարների տեսակները համաձայն հավելված 4-ի։ Եվ սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում 2026 թվականի տեղական վճարների եւ արտոնությունների դրույքաչափերը համաձայն հավելված 5-ի։ Այսքանը ասեմ ձեզ, որ այդ բանը ամեն տարի ընդունված կարգի համաձայն ուղարկում է արտահայտության նախարարություն, մենք ստացել ենք այնտեղից դիտողությունները, առանձնակի բովանդակային առումով ոչ մի բան չկա, միևնույն ժամանակ տեղեկացնեմ ձեզ, համարյա նույն դրույքաչափերն են, ոչ մի փոփոխություններ չկա, ընդամենը մենք ավելացրել ենք այդ հանրային տրանսպորտի այդ դրույքաչափը 100 դրամը, որ հացած ավականով դուք ընդունել եք։ Հարցեր ունենք, հարգելի գործընկերներ, դրույքաչափերի հետ կապված։ Դեմաշկա դիմն ավելացել է։ Ովքեր են կողմ, 12 կողմ, դեմ ձեռնպատ չկա։ Հարց համար 2 կզեկուցի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ախլացյան, Տորունիկ, Բնունիս եւ Տոլորս բնակավայրերի Հայաստան համայնքական հիմնադրամի պատվերով AG Factor սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող Տոլորս բնակավայրի 8.18 կիլոմետր ոռոգման ինքնահոս ջրատարի վթարային հատվածների գետային ջրընդունիչ կառուցվածքի եւ այլ կառուցվածքների վերականգնման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին։ Առաջարկում է ձեզ տալ նախնական համաձայնություն Հայաստան համայնքական հիմնադրամի պատվերով AG Factor ՍՊ-ի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ախլացյան, Տորունիկ, Բնունիս եւ Տոլորս բնակավայրերում նախատեսվող Տոլորս բնակավայրի 8.18 կիլոմետր ոռոգման ինքնահոս ջրատարի վթարային հատվածների գետային ջրընդունիչ կառուցվածքների եւ այլ կառուցվածքների վերականգնման աշխատանքներին։ Առաջարկել համայնքի ղեկավարին սում որոշումը հանրային լսման արձանագրություն լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին եւ նախաձեռնողին։ Շատ կարևոր աշխատանք է, ըստ ումա անպայման։ Դե ռոռոքման ջրի հարցն է այս։ Եթե հարցեր չունեք, անցնենք քվեարկման։ Ովքեր են կողմ, 12 կողմ, դեմ ձեռնպատ չկա։ Հարց համար 3 կզեկուցի պարոն Միրզոյանը։
Շնորհակալություն։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 4.1 կետով հաշվի առնելով նախատեսվող համայնքի հնգամյա զարգացման ծրագիրն ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը առաջարկում ենք Սիսիան համայնքի ավականուն հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը համաձայն հավելվածի, որը կցված է, եթե հարցեր կան, խնդրեմ։ Ինչ կմանրամասնեք, պարոն Եղազարյան։ Տարեկան աշխատանքային պլանը մեր առաջիկա տարվա անելիքներն են, հիմնական ծրագրված անելիքներն են, որոնք բխում են եւ հնգամյա զարգացման պլանից եւ բխում են միջնաժամկետ ծախսային ծրագրերից, որը մեր առաջիկա անելիքներն են։ Ամբողջությամբ կա ծրագրային մասն էլ, գումարներն էլ, ամբողջությամբ կցված է։ Որ ուսումնասիրել են մեր հարգելի գործընկերները, եթե առաջարկություններ, փոփոխություններ, դիտողություններ կան, ասում եմ ձեզ, եթե չէ, անցնենք քվեարկման։ Կատարելիք աշխատանքները բազմաթիվ են, չէ՞, գերիով։ Եթե հարցեր չունենք, անցնենք քվեարկման։ Պարոն Համանյան, դեռ հարց Լսում եմ ձեզ։ Կարծացել եմ, բանութեն շատ ուրախ եմ, բայց իսկ մի հարցերի մեր գերեզմանները աղբանմանների տեղադրում շատ անհրաժեշտ հանա, որտեղ ես մի քանի անգամ նկատել եմ, մենք գալիս է իր գերեզմանը մաքրում է, հենց աղիքները հավաքում է, տանը կողքի գերեզմանի պատի տակ տնում է։ Առաջարկում եք գերեզմաններում աղբամաններ։ Հնարավոր է Սպասում ենք աղբամանների նոր խմբականակիր գերեզմանները տեղադրվի, որովհետև ես մի անգամ զգուշացրել եմ, հետնտարել եմ, ասել եմ, հավաքանի ես հարցրեցի մի վեր աղբաման։ Կլուծես։ Ընդունելի է։ Աղբամանները տեղյակի դրազեր մրցույթ ասացը, որ մենք հաստատեցի, մրցույթը որ կլինի եւ բռնակոտ բնակավայրում եւ Սիսիանի գերեզմաններում կավերացնենք։ Ես չեմ տանում բանանը, ասենք բռնակոտ ամբողջությամբ գերեզմանները նորավաննա, Որոսնա կամ Ախասյաննա ներգնա գերեզմանները դրվի, որ այդ մարդիկ այդ չորացած սաղիկները դերեն հավաքեն կամ չտանեն ուրիշի պատի գերեզմանի պատի տակ վառեն։ Ինչ եմ ասում բռնակոտ, որովհետեւ բռնակոթը ամբողջությամբ աղբանություն կատարվելու արդեն աղբամաններով էլի։ Դից սկսենք, մնացած տեղերն հաշվի կառնենք, անպայման դեր կլրացնենք։ Շնորհակալություն։ Մեկ էլ եթե հնարավոր է մեր այս կամուրջի ճաղավանդակները մի քիչ ասենք մանրացվի։ Առաջ կեսկատակես լուրջ ինտերնետ չկար ապահով էր։ Հիմի մերը սենց հեռախոսը վեր կալած կինում է, երեխին գլուխը քանի անգամ ես եմ երեխուն գլուխը հետ քաշել, որ մանչան, եթե հնարավոր է ճաղավանդակները մի քիչ Ճիշտ ասած, անցած տարի, այս տարի պլանավորացել, որ կամուրջի երկաթ բազրիկները փոխվի, թուջի, բաներ։ Դրա համար ամբողջության բան է պետք, ցեսմին գեզրակացություն է պետք կամուրջի, շատ բարդ process է, դրա համար մի քիչ կոպիտած աշխատող արեցին, բայց այս տարի նորից ընթաց կտան։ Դրա համար հնարավոր է։ Եթե չթողան ամբողջությամբ փոխվի, դրա մեջ բաներ կավելացնենք, լանդապետի շատ շնորհակալ։ Ինտերնետը թողնի ոչինչ, չէ՞։ Չէ, դե բերկալած սայթի մեջ կինում են ռախեն են հնակելով կախած հետ հաշվում, որ չեն գիտի։ Շնորհակալություն, հաշվի կառնենք անպայման։ Շնորհակալ։ Եթե հարցեր չկա, անցնենք քվեարկման։ Ովքեր են կողմ։ 12 կողմ, դեմ ձեռնպատ չկա։ Հաջորդ հարցը նույնպես կզեկուցի պարոն Եղազարյանը։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2026 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտ ներկայացնելուն համաձայնություն տալու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ եւ 25-րդ կետերով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N1708 N որոշումը ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը Սիսիանի համայնքի ավականուն առաջարկում ենք տալ համաձայնություն պետական բյուջեից նպատակային հատկացում սուբվենցիա ստանալու նպատակով Սիսիան համայնքի 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման ներկայացվող ծրագրային հետևյալ հայտերին. Առաջին
Սիսիան քաղաքի Ներսոն Ստեփանյան, Աբովյան, Տերյան, Աղայան, Բակունց, Տիգրան Մեծ եւ Գայի փողոցների կապիտալ վերանորոգում, Սիսիան քաղաքի Տեր Ղազարյան, Գրիգոր Լուսավորիչ, Նիկողայոս Ադոնցի առաջին նրբանցք, Կոմիտաս Շահումյան, Շահումյանը Սիսականին հատման հատված, Սիսիան իշխանասար խճուղու ձախ հատվածից դեպի քաղաքային գերեզմանոցի սկզբնամաս փողոցների կապիտալ վերանորոգում, Սիսիան համայնքի բռնագոտ բնակավայրի Վթանգյան, Աշահնազարյան, Ագրիգորյան եւ 12-րդ փողոցների, Շաքի բնակավայրի դպրոցի մոտակայքից դեպի Շաքիի ջրվեժի վերին հատված տանող ճանապարհի, Շաղատ բնակավայրի առաջին 8-րդ, 11-րդ փողոցների, Սպանդարյան բնակավայրի 3-րդ եւ 4-րդ փողոցների, Սառնակոնք բնակավայրի առաջին, 2-րդ եւ 5-րդ փողոցների հիմնանորոգում, երկրորդ Սիսիան քաղաքի Խանջան 61 հասցեում նույնի նոր շենքի կառուցում, երրորդ Սիսիան համայնքի Բնունի, Սալվարդ եւ Լծեն բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում, չորրորդ Անգեղագոտ բնակավայրում նոր ջրահեռացման համակարգի կառուցում եւ 5-րդ Սիսիան քաղաքում Երևանյան զբոսայգու բարեկարգում։ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին ապահովեց ու որոշումից բխող գործառույթների իրականացումը։ Սրան գումարած նաեւ այս տարվա սուբվենցիաների մեջ համտնում Սիսիան քաղաքի բարի դպրոցի կապիտալ վերանորոգումը, որը նախորդ տարում մենք հավաքանուն լիստով հավանություն տվել ենք։ Ուղղակի կար համալիր փորձաքննության խնդիր, որը լուծվել է եւ նույնպես գումարվել է այս ծրագիրը։ Հարցեր ունեք։ Լսում եմ ձեզ։ Շաքիի ջրվեժի ճանապարհը որ վերանորոգվում է, ցանկալի նաև մեր այն ճանապարհը, որտեղ ամենամեծ հոսքը դեպի ճանապարհը։ Ուրեմն հենց հաջորդ տարիների ընթացքում նաև ուրեմն արդեն նախագիծը կա ամբողջությամբ։ Այո։ Այսպես ուղարկեմ ձեզ ռուպային հարցերեք, ձեզ էլ ուղարկեմ, երեք են ուղարկած եղել էլի։ Հեսա հաջորդին արդեն կհաստատի։ Այո, ամբողջությամբ եւ տեղաշարժման խնդիր ունեցող մարդիկ են կարողանալու գնան եւ նստարաններ լինելու աղբավայր, աղբի աման, ծառեր, լուսավորություն, միջև Շաքի ջրվեժի տակը, այն սողանքային հատվածը։ Հեսա այս հիմա ուղարկեմ, դուք կարող եք բոլոր նայեք։ Ոչ վերևից են կարողանում գան, պարոն Դանիելյան, ոչ ներքևից են կարողանում գնան։ Դրա համար մենք դրել ենք հիմնական խտերի մեջ ու կարող եք նայել հիմա ամբողջությամբ։ Դա պլանավորված։ Նայեք եւ կարծիքը ասեք, էլի։ Նայեք, բոլորդ էլ նայեք, բոլորդ էլ ուղարկեցի։ Բանն Արահետն է։ Արահետն է, այն նրանց բխողել արդեն առանձին ծրագրով են մեկնալ լինելու։ Հիմա Արահետն է ամենակարևորը, որովհետեւ մարդիկ հասնում են այնտեղ գնալ արդեն խնդիր ա լինում, թե կա։ Ուրեմն հաջորդ նախագիծն էլ ուղարկեմ ձեզ, էդ էլ տենակ, կներեք իհարկե։ Այս տարի տուրիզմի։ Հա, համայնքի բյուջեով կապ չունի, չէ բյուջեով չի, հա նաև բյուջեով, կարող է ներդրողներ են լինում կամ ներդոնորով։ Դա էլ Մելիք թանգի կամուրջն է, պարոն Դանիելյան, ձեր հեռախոսների մեջ է, հեսա ձեզ էլ կուղարկեմ առողջում իրանցը բանով էլի։ Այս ծրագրի հետ կապ չունի ընդհանրապես, ստեղի հիմիկ բավոր բան ներկայացրեց էլի։ Լավ է։ Հա, երեկվա դրությամբ այդ վիճակն է էլի։ Հեսա համացանցում էլ կտե կասենք, համացանցում էլ կտեղադրենք ու ամբողջությամբ կգրենք, այո, ես սրանից զատ մենք ունենք նաև 26 հատ նախագիծ, որ պետք է հաստատվի ձեր օգնությամբ, որ գործերը կարողանանք առաջ տանենք։ Որը անպայման առաջնայիններից դա։ Դա տուրիզմի համար առանձին տեղ է լինելու։ Այդ բավարար ուրիշ ծրագրով ալում է կառավարությունը։
Դա էլ ուղարկեմ հեսա ձեզ։ Դե ասեմ ամբողջությամբ լինի, ամբողջը լինի, հետո արդեն 3D ֆորմատով ձեզ բոլորիդ ներկայացնեմ, հատուկ հրավիրենք բոլորին։ Դա է կինոյի շենքի հարակից այգին բազմաթիվ տես ծրագրեր կա տուրիզմ խթանելու համար։ Պարոն Եղազարյանի հետ համաձայնեցրած։ Տուրիզմը ստարի կառավարությունը ճանաչել է գերակարող։ Դրա համար մենք էլ իր հետ համաչափ պետքա գնանք մենք։ Նայ Աղետուի արձանն է, ստեղի բաց թանգարան։ Դե շատ ունենք մի քիչ բան է, հերթով անելով գնալ մենք, բերքանը նա։ Զորած քայլը իրանք անում են, էլ ոնց անեն։ Չէ, դե իրանք հուշարձանի պահպանության տարածքում է իրանք անում։ Իրավունք չունենք։ Մենք դե չենք կարող մտնենք։ Ճանապարհը թող վերջանա մի հատ տեսնանք ոնց է լինում, հաստատման հետո։ Կարմիր վանքը հետի։ Այդ վանք վերանորոգել վերակառուցել է մեծ գումարներ, դե հետականությամբ։ Որ ասեմ եք օգտարված ծրագրի մեջ ունենք, չունեմ այդ դրամասով, էլի չեմ կարող բան ասել, բայց սրանք ինչը որ կա, ասեցի որ կա, էլի, ես այդ ասեմ։ Եթե հարցեր չունեք, պարոն Եղազարյան, ավարտեցի։ Եթե հարցեր չկա, անցնենք քվեարկման, ովքեր են կողմ։ 12 կողմ, դեն ձեռնպատ չկա։ Հարց համար 5, նույնպես կզեկուցի, պարոն Եղազարյան։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով եւ նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2026 թվականի բյուջեում հատկացնել 100 միլիոն ՀՀ դրամ 2026 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու նպատակով։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար որպես առաջնահերթություն սահմանվում է համայնքի հասարակական վայրերի բարեկարգումը։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն համայնքի 16 տարին լրացած բնակիչները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հասարակական կազմակերպություններ, արհեստակցական միություններ, մասնագիտական ասոցիացիաներ, մեդիա խմբեր, հիմնադրամներ եւ քաղաքացիների այլ խմբեր։ Սույն որոշման առաջի կետում սահմանված գործընթացը որպես ծրագրային բաղադրիչ ներառել համայնքի 2026-28 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում, տարեկան աշխատանքային պլանում եւ բյուջեում։ Համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկները ներկայացնել ավականու հավանությամբ, իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում որոշման ընդունելու հաջորդ օրվանից։ Մենք մասնակցային բյուջետավորման հետ կապված անցած տարի գործընթացը սկսել ենք կամավորության սկզբունքով, հատկացրել ենք 30 միլիոն դրամ, որը ինչպես գիտեք, 8 անգելակոտ եւ բնակավայրերում ծրագրերը կատարվելու են այդ 3 բնակավայրերում, այս տարի արդեն Ներեք որ ընդհատում եք, կներկայացնեք ինչ է ներկայացնում իրանց։ Ուրեմն շատ 3 ծրագրերը Չէ, ոնց է։ Հա, էս ասեմ։ Process-երին մեր գործընկերների իմանում են։ Հիմա այս տարի արդեն մենք ընդգրկվել ենք այն համայնքների ցանկում, այն 51 համայնքների ցանկում, որոնց արդեն կառավարությունը գումար, այսինքն եւ համայնքն է գումար հատկացնելու եւ կառավարությունը մոտավորապես 44 միլիոն դրամ 43 ինչքան է, այտենց ավելի կոնկրետ այս ծրագրի համար կառավարությունն է նաեւ հատկացնելու գումար, որը ուղղվելու է հանրային վայրերի բարեկարգմանը։ Այսինքն մենք այդ գործընթացը ոնց որ անցած տարի ենք արել ժողովրդի կողմից, բնակչության կողմից համայնքի ներկայացվելու է ծրագրեր, կատարվելու է քվեարկություն եւ քվեարկության արդյունքում հաղթած ծրագրերը ֆինանսավորվելու է եւ մեկ տարվա ընթացքում պետք է ծրագրերը իրականացվեն։ Այսինքն մենք մոտավորապես եթե 100 միլիոն ենք ներկայացրել, 44 միլիոն դրամ էլ տալու է կառավարությունը եւ
այն ծրագրերը, որոնք եկել է ժողովրդի կարծիքների հիման վրա եւ ժողովրդի կողմից ավելի շատ ձայներ ստացած ծրագրերը համապատասխան հանձնաժողովի կողմից կընդունվեն, ծրագիրը կներկայացվի կառավարությանը, համայնքի եւ կառավարության միջև տարածքային ենթակառուցվածքների նախարարության միջև կնքվելու է պայմանագիր, որի արդյունքում գումարը ստանալու ենք եւ ծրագիրը իրականացվելու։ Եթե հարցեր կան, Այսինքն ինչ է դա իրանց ենթադրում, բնակիչը ինքը կարողանում է ինքը որոշի իր բնակավայրում ինչն է ավելի առաջնահերթ։ Եվ կայքով, այո, թե բռնակոթում եղել է, բնակավայրը Սիսիանում է սա կլինի։ Այսինքն եթե սուբվենցիաները կոպիտ ասած ներկայացումը համայնքապետարանի կողմից նպատակահարմարությունը, առաջնահերթությունը հաշվի առնելով, սա գալու է ժողովրդի կողմից, ժողովրդի կարծիքների հիման վրա եւ քվեարկության հիման վրա։ Առավելագույն շատ հավաքած է։ Եթե հարցեր կան, խնդրեմ, եթե չէ։ Այս տարվա մեջ ինչ ունենք պլանավորած, մասնակցայինով ինչ պետք է անենք։ Պետք է արդեն գործընթացը սկսենք, ծրագիրը ներկայացնեն ժողովրդը, տեսնենք ինչն են ամենաշատ ուզում։ Մենք դեռ բնակավայրեր ունենք, որ խաղարապարակ չունեն, դեռ բնակավայր ունենք, որ զբոսայգի չունեն, նաև հանրային, այսինքն հանրային տարածքների բարեկարգ։ Ըստ բնակիչների ակտիվությունից, պրոստը ակտիվությունը ակտիվ չեն, էլի, պասիվ է մի քիչ, բայց այս տարի ուսորեն կավելանա։ Հեսա կայքով տեղադրվել։ Արդեն կարող է ներկայացնել։ Այո։ Մատ 26-ին ալներ, մատ 27-ին, այո։ Չէ, 26-28-ը դգին Յազուլյան, դա միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառելու համար է, այդ ծրագիրը այդ ծախսային ծրագրում ներառելու համար է, այդ մասով է։ Դա եթե շարունակական լինի, հա։ Ինքս այս տարի կառավարությունը սահմանել է 2 միլիարդ դրամ այդ 51 համայնքների համար, որից 1 միլիարդը բաշխվել է հավասարաչափ բոլոր 51 համայնքների, միջև մնացած 1 միլիարդը բաշխվել է ըստ դոտացիաների տեսակարար կշռի մեր համայնքի մոտավորապես այդ երկրորդ 1 միլիարդից բաժինանք է 23-24 միլիոնի, չէ, երկրորդ 1 միլիարդից նկատի ունեմ էլի 23, այսինքն իրար հետ գումարած 44-ի մոտ։ Բայց հնարավոր ասենք նոր 26 թվին այդ մեծ համայնքները երկրորդ անգամ ծրագիրը շարեն։ Դե ինքը չէ, հնարավոր դուրս մնալու պարագան, եթե մենք ժամկետները չպահպանենք, այսինքն 1 տարվա ընթացքում ծրագիրը չիրականացնենք, այդպես խնդիրներ կարող առաջանա, բայց կարծում եմ չպետք է չի, որ Սիսիանը ապրողը կարա Տորունիքի համար կամ Նժդեի համար ինքը քվեարկի, մենք հասկանում ենք, Նժդեում Տորունիքում բնակչությունը քիչ է։ Տորունիկը որ գցում ես մեր ինքան տեղը։ Հələ փոքր։ Սյունիքից ընդգրկված է Սիսիան համայնքը, այս ծրագրում տեղը եւ Մեղրի համայնքը, այդ 3 համայնքներն են ընդգրկված այս։ Եթե հարցեր չունեք, անցնենք քվեարկման, ովքեր են կողմ, 12 կողմ, դեն ձեռնպատ չկա։ Հարց համար 7, կզեկուցի պարոն Այվազյան։ Չէ, ես եմ։ 6-ը, հարց համար 6, ուրեմն կզեկուցի պարոն Երևան։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավականու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 081 ավորոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով եւ 38-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով եւ 34-րդ հոդվածով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը առաջարկում ենք Սիսիանի համայնքի ավականուն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավականու 2025 թվականի սեպտեմբերի 12-ի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի 2026-28 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին թիվ 081 որոշման մեջ կատարել փոփոխություններ եւ որոշման առաջին կետի առաջին, երկրորդ, երրորդ եւ 5-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ համաձայն թիվ առաջի, երկրորդ, երրորդ եւ 4-րդ հավելվածների։ Այն հավելվածների մեջ, որոնցում փոփոխություններ
կատարվել, ձեզ ներկայացված է։ Սա հիմնականում փոփոխություններ է կատարվել համայնքում առաջացած նոր խնդիրների առաջնային, այսինքն որոշակի ծրագրեր առաջ են եկել, ասենց ասեմ, 2026 թվականի համար, այսինքն նպատակահարմար են գտել եւ առաջնային լուծում տալ ավելի շուտ, որոշները հետագնացած փոփոխությունների հետ կապված է։ Ծրագրերը ներկայացված է ձեզ 26, 27, 28 թվականների կտրվածքով փոփոխությունները ներկայացված է, եթե հարցեր կան, խնդրեմ։ Հարցեր կա։ Եթե չկա, ասենք քվեարկման, ովքեր են 12 կողմ, դեն ձեռապատ չկա։ Հարց համար 7 կզեկուցի Բաղոն Այվազյանը, շնորհակալություն։ Անպայման, հետ էլ ուղարկեմ հեսա ձեզ։ Հետ էլ ուղարկեմ։ Շնորհակալություն։ Ներկայացնեմ բյուջեն։ Կներեք, ձեր փողոցի երկու կողմի տուփիկները դրած է, մեկ Շահումյանը բարձացող, մեկ էլ Կամոյի փողոցով, դրանք ներառված է արդեն այս այգու տարի սկսում ենք։ Ներկայացնեմ բյուջեում նախատեսվող փոփոխությունները։ Հիմք ընդունելով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող Նարեկ Հովսեփյանի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի զեկուցագիրը եւ համայնքի ղեկավարի առաջարկը ավականու որոշման նախագծով առաջարկվում է վարչական բյուջեի պաուստային ֆոնդի 11.1.2 ծրագրի 4891 հոդվածից 950,000 դրամ տեղափոխել 451 ծրագրի 4511 հոդված Սիսիան համայնքի տրանսպորտ հողակին տրամադրող սուբսիդիայի գումարը ավելացնելու համար։ Այս գումարը նախատեսվում է էլեկտրոմոբիլների համար նոր լիցքավորման կետ ավելացնելու համար ավելի բարձր հզորությամբ։ Ուրեմն ես ավելացնեմ, որ մեքենաները որ եկել են, իրանց հետ մեկի հետ 7 կիլովատանոց է եկել, չի բավարարում 4-ին, որ հոսանք տանք, դրա համար դնում են թազան, որ դրա համար խնդիր չլինի։ Հիմք ընդունելով Սիսիան Դանդաղ չեն, 17 րոպեից ավել չեն կարող սպասել, կալկացին։ Ինչ? Ժամանակատար կա Էտա նորմալ է օրենքով է, էլի, կամ մինչև 17-ից 20 րոպե ալինը։ Դի չհասկաց։ Երևան 20-ից 25 րոպե է։ Դե չես կարա 10 րոպե դնես ընկեր ազգում։ Հա։ Հեսա կանգա, դե անակամ ասեցի, էլի կանգարները որ եղավ, վրեն ժամանակացույց լինել բա, կանգարները դրացան մրցույթի։ Հեսա կայքում տեղադրվում է, էլի, իմ սենյակում է։ Հիմք ընդունելով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող Նարեկ Հովսեփյանի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի զեկուցագիրը եւ համայնքի ղեկավարի առաջարկը ավականու որոշման նախագծով առաջարկվում է ֆոնդային բյուջեի 451 ծրագրի 5113 հոդվածից 450,000 դրամ տեղափոխել 111 ծրագրի 5122 հոդված Սիսիանի համայնքապետարանի հարակից տարածքում գտնվող ուղեփակոցի ձեռբերում եւ տեղադրման համար։ Սա էլ ուղեփակոցը կներեք ես ասեմ, շլագբաունն է, համայնքապետարանի մոտ փոխի հյուրանոց հալենում, ամեն գիշեր գալիս է մեքենա կանգնում են, մեր մեքենաներին տեղ չլինում կանգնել։ Դե ասեն պահակները քարեր էին դնում։ Հեսա էս կողմը, շենքի կողքը։ Չէ, ձեզ դպրոցը ձեզ հետո խորհուրդ է տալու, որ մենք էլ դնենք տուփ տնենք դել, հետո գիտեմ ինչա այդ քննարկել ենք, ձեզ կասեմ։ Մեր հիմա համայնքապետարան, որ ինչ մեքենա ասեք, չգան մտնեն այնտեղ էլի, պետական կառույցը։ Քարեր ենք շարում, որը տգեղը արդեն մեկ կա։ Հիմա կդնենք մեքենա վարորդների մոտ իրանց հեռակառման բանալները կլինենք, սեղ մենք կբացենք, կմտնենք կփակենք։ Ավելի մակարդակով Հիմք ընդունելով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող Նարեկ Հովսեփյանի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի զեկուցագիրը եւ համայնքի ղեկավարի առաջարկը ավականու որոշման նախագծով առաջարկվում է վարչական բյուջեի եկամուտներն ավելացնել 1.500,000 դրամով որպես էլեկտրոմոբիլների ուղևորափոխադրումների շահգործման մատուցման ծառայության վճարից եկամուտներ։ Վերոնշյալ 1.500,000 դրամը ավելացնել 11.1.2 ՀՀ համայնքների բյուջեի պաուստային ֆոնդ ծրագրի 4891 հոդվածին եւ պլանավորվում է
վարչական բյուջեի էլեկտրոմոբիլների ուղևորափոխադրումներ, շահագործման, մատուցման, ծառայության եկամուտների մասում։ Սա էլ մինչև տարվա վերջ կանխատեսվող գումարն է, այսինքն 1.5 դրամի չափով էլեկտրոմոբիլների շահագործումից որպես եկամուտ կառաջանա, կանխատեսվում է այդքան, որը տեղափոխվում է պահուստային ֆոնդ։ Հիմք ընդունելով Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի туриզմի առևտրի սպասարկման եւ գովազդի բաժնի պետ Երվանդ Եղիազարյանի 2025 թվականի դեկտեմբերի 3-ի զեկուցագիրը եւ համայնքի ղեկավարի առաջարկը ավականու որոշման նախագծով առաջարկվում է վարչական բյուջեի եկամուտներն ավելացնել 100,000 դրամով, որպես ՀՀ համայնքների խորհրդանիշների անվանում, զինանշան, ապրանք նշան, ապրանք արտադրանք կատարված ծառայությունների մատուցման գործընթացում օգտագործվող թույլտվության համար վճարից եկամուտներ։ Վերոնշյալ 100,000 դրամը ավելացնել 11.1.2 ծրագրի ՀՀ համայնքների բյուջեի պահուստային ֆոնդ ծրագրի 4891 հոդվածին եւ պլանավորվում է վարչական բյուջեի ՀՀ համայնքների խորհրդանիշների անվանում, զինանշան, ապրանք նշան ծառայությունների մատուցման գործընթաց օգտագործելու թույլտվության համար եկամտային մասում։ Սա համայնքի անունն է ինքը օգտագործվելու կոնկրետ այս մասով դաստակերտի եւ 100,000 դրամ ինքը որպես եկամուտ է պլանավորվում, որը տեղափոխվելու է պահուստային ֆոնդ։ Հիմք ընդունելով Սիսիան համայնքի եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ՍՊ-ի միջև 2025 թվականի նոյեմբերի 11-ի եւ 14-ի կնքված պայմանագրերը հավաքանու որոշման նախագծով առաջարկվում է հետեւյալ գումարների պլանավորումը համայնքի բյուջեի եկամտային եւ ծախսային մասերում։ Սիսիան համայնքի թիվ 4 նու հողակի շենքի կից կցակառույցի կառուցման եւ Սիսիան համայնքի թիվ 4 նու հողակի շենքի կից այգու հիմնման ծրագրերի շրջանակում համապատասխանաբար 911 ծրագրի 5113 հոդվածում ավելացնել 8.250.000 ՀՀ դրամ, իսկ 861 ծրագրի 5113 հոդվածում ավելացնել 21 միլիոն ՀՀ դրամ, որոնք տրամադրվում են Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ՍՊ-ի կողմից եւ պլանավորվում է ֆոնդային բյուջեի արտաքին դրամաշնորհներ ստացված միջազգային կազմակերպություններից ծախսերի ֆինանսավորման նպատակով եկամտային մասում։ Ուրեմն նշված գումարները 8.250.000 եւ 21 միլիոն դրամը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից արդեն իսկ տրամադրվել է 26 թվականին է համապատասխան նախագծերը պատրաստ լինելուց հետո համայնքի մասներ կպլանավորենք եւ կսկսվի աշխատանքները։ Սույն նախագծի ընդունումից հետո համայնքի բյուջեի եկամուտները եւ ծախսերը կավելանան նշված մասովս 30.850.000 դրամ եւ մյուս լրացուցիչ հարցը լրացուցիչ ենթակետը հիմք ընդունելով 2025 թվականի հունվարի 27-ի Սիսիան համայնքի եւ ԱԾ Տիգրան Մարգարյանի ինչպես նաև ԱԾ Հարութ Գալստյանի միջև կնքված արհեստական սերմնավորման ծառայությունների մատուցման պայմանագրերը եւ ՀՀ Սյունիքի մարզպետարանի եւ Սիսիան համայնքի միջև կնքված թվով 2 սուբսիդիայի հատկացման վերաբերյալ պայմանագրերը համայնքի ղեկավարի առաջարկը ավականու որոշման նախագծով առաջարկվում է վարչական բյուջեի եկամուտներն ավելացնել 4.200.000 դրամով, որպես համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ։ Վերոնշյալ 4.200.000 դրամը ավելացնել 421 ծրագրի գյուղատնտեսություն ծրագրի 4729 հոդվածին, այլ նպաստներ բյուջեից, որպես մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակում սերմնավորման արժեքի փոխհատուցում եւ պլանավորվելու է վարչական բյուջեի համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ եկամտային մասում, նշված մասով էլ եկամուտներ ու ծախսերը կավելանա 4.200.000 դրամով։ Սա էլ մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի շրջանակներում երկու ԱԾ-ների հետ կնքվել են համապատասխան պայմանագրերը, պետության կողմից նշված գումարը արդեն իսկ տրամադրվել է, որպես եկամուտ մենք ճանաչենք, որպեսզի ԱԾ Հարութ Գալստյանի եւ ԱԾ Տիգրան Մարգարյանի համապատասխան վճարումները մենք կատարենք։ Հարցեր ունեք, հոստենք քվեարկման, ովքեր են կողմ, 12 կողմ, դեն ձեռնպատ չկա։ Հարց համար 8 կզեկուցի Դավիթ Հայվազյանը։
Սիսիան համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու որոշման նախագծի մասին։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական պահանջները 2025 թվականին ձեռք է բերվել թվով 1 հատ վարակույր շղարշ 10 մետր, 1 հատ վարակույր դեկոր 10 մետր, 10 հատ անխափան սնուցման աղբյուրներ, 27 հատ ցանցային համակարգի կոշտ սկավառակ, 8 հատ թափոնների աղբիտարաներ, աղբամաններ մետաղական, 16 հատ թափոններ աղբիտարաններ, աղբամաններ, 2 հատ բազմաֆունկցիոնալ տպիչ Canon 461D, 5 հատ տպիչ Canon 6030, 1 հատ պլանշետ գույքագրման փաստաթղթերը լրացնելու համար։ Որոշման նպատակն է համայնքային սեփականության գույքի արդյունավետ կառավարումը, պահպանումը, օգտակար ծառայության իրականացումը։ Նշված գույքերը ձեր մոտ կա չափի միավորներով, քանակով, միավորի գնով եւ ընդհանուր գնով, ընդհանուր գինը կազմում է 3,610,328 դրամ։ Այսքանը պարոն Արաքելյան, գույքերի մասով։ Հարցեր ունեք։ Լսում եք։ Հարցեր ունեք, խնդրեմ։ Ովքեր են կողմ։ 12 կողմ, դեմ ձեռնպատ չկա։ Հարց համար 9 կզեկուցի Դավիթ Հայրազյան։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի սեփականության 2025 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 32-րդ կետով եւ 77-րդ հոդվածի 3-րդ մասով եւ նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը հաստատել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի գույքագրման փաստաթղթերը հիմա ներկայացնեմ առանձին հիմնական միջոցները կազմում է ուրեմն 53 միլիարդ 60 միլիոն 673,665 դրամ ուրեմն շրջանառու միջոցները 33 միլիոն 454,162 դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցների մաշվածքը 2 միլիարդ 399 միլիոն 360,252 դրամ արժեքով հիմնական միջոցների մնացորդային արժեքները 2 միլիարդ 906 միլիոն 713,413 դրամ արժեքով Ձեզ մոտ հավելվածներով առանձնացված է Սիսիան համայնքի սեփականության գույքի վերաբերյալ ընդհանուր ցուցակը իր ընդհանրեն արժեքներով Սիսիան համայնքի սեփականության համայնքային նշանակության կառույցների եւ կենսապահովման հիմնական միջոցների հավելվածը Սիսիան համայնքի սեփականության իրավունքով պատկանող շենքշինությունների հավելված է եւ շրջանառու միջոցների գույքագրման արդյունքում հայտնաբերված բացակա գույքերի հավելվածները։ Բոլորը ձեր մոտ ներառված են, նշված գումարները բացվածքով կա։ Սա 2025 թվականի գույքագրման ընդհանուր արդյունքներն են։ Այսքանը բան օրգան։ Եթե հարցեր ունեք, բոլոր բնակավայրերով, ինքը այս գույքերը ուրեմն
18 թվականին, 18-19 թվականին նորից վերագնահատումը արվե։ Այսինքն գույքեր կան, ինքը կարող է 90 թվականի, 70-80 թվականին վերագնահատումից հետո իրան արժեք են տվել։ Հիմա 18 թվականից հետո ինքը նորից սկսել է այդ գույքը մաշվել։ Դրա համար է, այսինքն կարող է դուք տեսնակ օրինակ 90 կամ 75 թվականի գույք, բայց ինքը արժեք ունենա, էլի։ Այդ ժամանակ ինքը մաշված է եղել, բայց վերագնահատման արդյունքում իրան արժեք են տվել ու այդ 18 թվականից հետո նորից սկսել է մաշվել ինքը։ Քանի տարին մեկ են վերագնահատում բանը։ Դե վերջին վերագնահատումը Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր որ եղել է, այդ նշանակված է եղել, ոնց որ 18 թվականին արել են, բոլոր համայնքներն էլ արել են։ Հիմա չգիտեմ նորից արդեն երբ ոնց որ կառավարությունն է ինչ իմանում 77 Ինչ գույք։ ինքը մաշված է։ Ինչպես 70 քանի թվականի 85-ին։ Դե ինքը ռուբլիով ինչ-որ գին եղած կրնի, որը մաշված է եղել, բայց քանի որ գույքը պիտանի է եղել շահագործման, 18 թվականին նորից վերագնահատվել է, տվել է ընդունենք 100,000 դրամ։ Հետո սկսել է ինքը 100,000-ը նորից մաշվել։ Հա, դե որոշում են ընդհանուր Հա, վերագնահատումն էլ է, ինքը անընդհատ Հա, դու չես կարա էլի անես, ինքը որոշվում է ու ամբողջ Հայաստանով կատարվում է այդ վերագնահատումը։ Դե 5 գույքա դրած անդե էլի ասենք։ Իհարկե։ Պրոստե 85 թիվ ասենք գույքեր կան, դրա մասին առհասարակ, ասենք 91 թվականի գույքեր են, դե հիմա ինքը որպես աշխատում այլ է դրած անդե, դուս գրած չի։ Դե այդ գնահատողը լիցենզավորված կազմակերպություններ են, իրանք հնամ գալիս են նկարում Չէ, վերագնահատողն է տալիս, սկզբնականը, չէ, վերագնահատումից հետո արժեք որ տալիս է, իհարկե տալիս է վերագնահատողը, այսինքն բնակ Հա, դե իհարկե եղել է, բնականաբար Տարեստարի իշտում է իրա գնահատման գիտ, ամեն տարի մեկ նույնն ենք դնում, չէ։ Չէ, դե եթե ինչ-որ գույք կա, դե մաշվում է տարեստարի Բայց հետո ով է դնելու այդ գինը։ Մենք ենք դնելու նորից։ Չէ, ամեն ապրանքատեսակ ունի օրենքի կետով ամեն ապրանքատեսակ ինքը ունի մաշվածության իր տոկոսը, էլի։ Այդ ձևով է ինքը մաշվում։ Հա դե փայտա ցեց կգնի բանկանի Դե հա, բայց օրինակ։ Այնքան ապրանք ունենք հիմա դուս գրելու, հեսա պետք է եկող տարի դուս գրենք։ Հա, դե ուղղակի դրանք հա Դե ուղղակի դրանք որ վերագնահատողը ինքը գնահատում է, մենք պետք է ընդունենք դա։ Էդի կառավարությամբ է, ես չեմ կարող ասեմ, էլի։ Խնդրում եմ բարձր, երկարներով հաջորդ ավարտանք ասենք, էլի։ Այո։ Այդ կառավարության որոշմամբ ինքը կարող է մի տարի հետո լինի, կարող է 10 տարի հետո լինի, այդ հիմա ես չեմ էլի կարող ասեմ։ Ինչ է ֆիրմայի անունը։ Կալգարի։ Այդ է։ Մի հատ իրանց դիմում տան թողանը դին թվի բաները նայեն։ Ինչը կան, այդ է։ Այո։ Ողջ հա, որտե 1000 տարվա եղած կա։ Գույքագրումը ուրիշ է, գնահատումը ուրիշ է։ Չէ, գնահատումը լիցենզավորված կազմակերպություն 18 թվականին է արել։ Ամեն տարի գույքագրվում է անպայման։ Գնահատումը անում է լիցենզավորված կազմակերպության հետ պետք է պայմանագիր ունենաս ինքը կատարի։ Եկող տարի կամ Դե ասացի 18 թվականին կառավարության որոշում ա եղել, որ բոլոր համայնքները մանեն։ դե մի հատ 26-ին անենք, ինչա էլ է։ Չեմ կարող ասեմ։ Իհարկե։ Հարգելի գործընկեր, եթե հարցեր չկան, անցնենք քվեարկման։ Իհարկե, պարոն Աջան, տվեք։ Ստեղ կա ալկոհոլ։ Ատի կոտրված մոտորված իր տեսքով չէ, դրած որ հավաքես։ Ինչպես։ Գերագազան։ Հա, всё։ Կա ալկոհոլ 420,000 դրամ։ Եվ գույքն ունի
Սևան, էլի 6-ը, 7-ը, քանակը 7-ը, էլի 4-ը։ Այդ որ գույքերն եք, բացակա գույքերն եք ասում։ Գորայքում է, պարոն Աղաջանյան, դա թե Սպանդերանից։ Որայքում արդյա, տեսության ինչի է որայքյան։ Չէ, բացակա են այդ գույքերը։ Դա արդեն Եթե Սևանը 420,000 դրամ, մենակ 7 Սևանին են 420,000, մյուս 420 մենակ ապօրինի ճիշտ եմ հասկանում։ Իվարքյան։ Չէ, ունեմ, ես էլ։ Վեցատաթորը 6-աթաթորը այս պահին գնահատվում է 420,000 դրամ, ինքը որը բացակա է։ Այդ որ թվի ասենք, այդ այվազանցեք 18 2022 թվականի աթոռները։ Չէ, եթե արկարներ այս ցուցակի մեջ չեր։ Իհարկե։ Հիմա այս Սևաններն ու աթոռները մի կոմպլեկտ է համարվում։ Բացակա է իրանք չի։ Սեղան սա ուրեմն հատի արժեքը 42,000 եթե չեմ սխալվում 22 թվի դրությամբ 22,000 կոմպլեկտը 6 ֆիքս եթե չեմ սխալվում մեկ սեղանը իր աթոռները 420,000 դրամ այս տիպի է հասկանում Հա որ 7 աթոռներ է 420,000 Հա սեղանաթորը իրոք սեղանաթորը մի կոմպլեկտ է կներեք մի կոմպլեկտ է 420,000 է սեղանը իր 6 աթոռը 7 հատ սեղաններ է հասկանում ես որ բացատրեմ Ուրեմն այս գույքերը Գորհայք համայնքը, որ միացել է Սիսիան համայնքին, այսի առաջի տարին չենք ներկայացնում, որ բացակա են այս գույքերը։ Ուրեմն այս նշված գներով եւ քանակներով, որոնք այստեղից գույքագրումը արվե, այս գույքերը բացակայել են։ Հիմա պատասխան եմ էլի ձեր։ Սևան բացակա 420,000 դրամ դրա մեջ աթոռը մտնում է չի Այս գույքը բացակա է, անցնում չկա։ Չէ, սեղանի գինն է կազմում, աթոռինը, այսինքն դրանք եղել են որ 7 աթոռը, 7 սեղանի գին։ Այդ բականի, այս տախուի, սխալ ձևակերպում, սահակնում է շոկե, և ընդամենը, եթե Ինքը եկել է Գորհայք համայնքից այս թվերը եկե։ Թվերը ոնց կա, մենք տենց վերցրել ենք։ Թե որտեղից ինչ եկե, թողը։ Չէ, դե թվերը մենք իրավունք չունենք վերցնենք 420,000-ը սարքենք 160,000, որովհետև դա ընդունելի է։ Ես ուրիշ հարց եմ տալու։ Հիմա դրանք 420,000 դրամ 6 աթոռ։ 6 աթոռ արժեքն 420,000 դրամ։ Թե սեղանը հետ անում։ Այդ է չհասկանում։ Աթոռը գինը առանձին է գրած, սեղանի գինը առանձին է, պլանշետի գինն էլ առանձին է գրած։ Այսինքն օրինակ պլանշետ 6 հատը 420,000 դրամ։ Սեղանը 7 հատ Ես ուղի հարցը տալիս եմ, Սեղանը 420,000-ը բաժանած 7-ի, այդքան։ 60,000, Հա։ Մենք այդ գներն ենք վերցրել Գորհայք համայնքից։ 420,000 դրամը, որը բացակա է գույքը, մենակ աթոռի գինն է, թե սեղանն մեջն է։ Աթոռ 6 հատ 7 կտոր աթոռա սեղանը 7 կտոր էր սեղան, որը բացակա է։ Սեղանին հետա մի սեղանին գոնե պետք է բան լինի, էլի։ Դե սեղանը կարող է այստեղ թիվն էլ է տված։ Ես չգիտեմ, կարող է թիվը օրինակ 20 թիվ է սեղանը, ձեր մոտ գրած ա եղել 20 19 կամ 18, չգիտեմ ես, չեմ կարող ասել։ Թղթով ինչ եղել է, մենք այդ վերցրել ենք։ Անհասկանալի է։ 7 սեղանը կամ 6 աթոռ ամեն մեկը 420,000, դա տրամաբանության մեջ չի կարող լինի։ Գորհայք համայնքը մեզ ինչ փոխանցել է, մենք դա վերցրել ենք։ Մենք տրամաբանության ինչ-որ բաներ չենք նստում, ստեղ նայում, էլի։ Ոստավելա մենք դες վերցնել։ Պարոն Աղաջանյան, այ հավանական անդեղից վրիպակով եկած։ Չգիտեմ։ Չենք կարող բանանք էլի։ Գորհայք համայնքը մեզ ոնց փոխանցել է, մենք դες վերցրել ենք։ Այդ սեղան ավելի հիմնելի, աթոռը ավելի նոր է։ Թազա հին աթոռի սեղանի վրա թազա աթոռ առածելի տարբերակ է այդել։ Հա։ Դա էլ է տարբերակ էլի։
Սրա հիմքը հանդիսանում է Գորհայք ես արդեն մի քանի անգամ կրկնում եմ Գորհայք համայնքի կողմից մեզ փոխանցած քանակները ու գումարները մենք ընդհանրապես հետ ենք վերցնում հիմա Գորհայք համայնքը մնդե 4 բոլորի համար 420,000 են դրել թե դրել են մեկի համար 40,000 թե մեկի համար 30,000 ոնց մեզ հանձնել են մենք դες վերցրել ենք որոնք բացակայում են վերջ Հասկացանք ձեր հարցը ուրիշ հարց Այս տարի Գորայք տնակավայրը ձեզ անձնած այս թվերը թե Գորայք համայնքից եկած այս թվերը Գորհայք համայնքից եկած թվերն է Այս տարի մենք նորից ուղակի գույքագրում ենք արել ասենք աթոռները նորից չենք տեսել այնտեղ չկա Եթե 10 Այդ խնդիրը կար, այդ խնդիրը մենք որոշել ենք, որ պետքա դզենք էլի պարոն Աղաջանյան։ Եթե ուրիշ հարցեր չկան, անցնենք քվեարկման, ովքեր են կողմ։ Ովքեր են կողմ, հարգելի գործընկերներ, 10 քանի կողմը։ Խնդրեմ մի հատ ձեռքն բարձրացնենք, որ տեսնենք էլի։ Տիկին անետ հաշվեք։ Նայեք, վրիպակով կարա ինքը եկած լինի, վրիպակով պետքա դզվի։ Բայց կոնկրետ մի հատ սեղանի օրինակ ես իմ խորհուրդ եմ էլի ասում մեր գործընկերներին մի հատ սեղանի 6 հատ աթոռի պատճառով ամբողջ գույքագրման ցանկը մենք չենք կարող ուղղակի դեմ քվեարկենք էլի միանշանակ եթե բան անենք հետո մասած քալերն անենք հարց կդնենք պարոն Այվազյան դրանց որովհետև Մենակ Գորհայքի կներեք էլի պարոն Այվազյան, մենակ Գորհայքի գույքը չի այստեղ ներառված, այստեղ ամբողջ գույքն է ներառված, մեկ սեղան 6 աթոռի պատճառով, այսինքն մենք ես չեմ ուզում ասենք իմ սուբյեկտիվ կարծիքը էլի։ Չեմ ուզում այլ բաներ լինի, օրինակի համար, 40 տարեկան ինչ-որ պահարաններ է, դա կարելի է, ինքը այդպես հատուկ հնություն չի եւ 87 թվականին Այնքան այդպես գույքեր ունենք պարոն Աղաջանյան, հես ուտիլիզացիա անենք, կոպիտ ասած։ Հիմա եկող տարի նոր բան 23 թվին են արը վերջի անգամ գնահատումը, այս տարի հես ավականյով փետրվարին Չէ, մի հատ 23-ին մենք օբշի համայնքի գույք են գնահատել։ 23 թվականին գումար կհատկացնենք այդ ֆիրմային անուն չէ։ Կարգարը։ Կգա փաթար բոլոր նույնիսկ գույքագրի հաջորդ եկող տարվա այս ժամանակ արդեն կտեսնենք արդյունքները։ Կասենք եթե 85 թիվ ավելավա խոտ անենք, մեզ պետք եթե պատմական բան չի աշխատում կամ կարող կոդրված լինի, էլի։ Միջանկյալը ասեմ, Կարգարը Գորայքում անցկացրել է, այս գույքերը արկա, փաստել է 22 թվականին, չէ։ Այդ դիրքը չունենք։ 21 կամ 22։ Դե 23-ին արած աստեյով օբշի։ 26-ով կանենք։ 22 թվականին գիտեն դիրք արկա է։ Դեմոնստրատիվ պայմաններ։ Հա։ 26-ով մենք Պարոն Այվազյան, մենք փետրվարին կարան գումար հատկացնենք, այդ ֆիրման կանչենք, ասենք։ Հա, բայց բացակայ գույքերը չեն կարող դուրս գրենք, էլի։ Հա, դե բացական ո՞նց դուրս գրես։ Հիմա նախ 85 թիվը։ Ա բացական հիմա կարա Գորհայքի գույքը լինի Սպանդարյանը, օրինակ թե սպանել կարա լինի։ Կներեք, այդ հիշեցման համար ասել, օրինակ որ մտել եք ծղում, այն կենցաղի կոնտա, ճիշտ է։ Ահա։ Սեղան հատում են արդեն։ Շատ։ Հա։ Ես տեսել եմ։ Ես տեսել եմ, ընդե որտեղ ես վերջերս եմ գնացել։ Կենցաղի տունը։ Ընկեր Արիապետյանին հաստատ երկրից սեղան պատկերել է։ Այդ են նվիրատվությունն է, որ վերել է։ Իսկ Գորայքին հաստատ հասկացան ինչ է։ Այդ գույքը հենա ավելացնեն Սպանդարյան բնակավայրում նվերված սպասքը հենա Սպանդարյան։ Դա եթե Գորայքը Սիսյանին Այդ այլի ստե ալինու դրա համար մի հատ որ մարդը գա արվելվա էլի։ ինչ-որ մի բան Շոր Յազորությունները դրել են հոկտեմբերի 7-ին գույքագրումը գարունանոտ այլ դրա համար շատ բան չեն Թե սովորաբար աշնանն է։ Իհարկե բացակա գույքերի որոշ բաներ կա քննարկում դիտել։ Այո։ Եվ ժամկետանց ապրանքներ կան, որոնք իրանք դաժե ծրագիրը չի, հա։ Ինչ են կանում, քննարկում ենք ով պայման։ Ես ինձ սուբյեկտիվն եմ ասում, ես որպեսի պաշտոն է, ես չեմ կարող մեր ավական անդամներին ասեմ
կողմ թե դեմ, ես կողմ, որովհետև փետրվարին ես ասում եմ, փետրվարին մենք գումար կհատկացնենք, այդ լիցենզավորված կազմակերպությունը կգա 75-85 թվականի գույքերը նորից կգնահատի, եթե խոտանելու է։ Բոլոր գույքերի։ Հա, էլի կարևոր նրան խոտանվի, իսկ որ հիմա այդ գույքը այն ժամանակ աղա 420,000։ Հիմա փայտինեն ինքը կարա լինի 250,000։ Շատ լավ։ Ես օրինակ որպես ավականու անդամ եւ որպես նախկին համայնքի ղեկավար կառաջարկեի ձեզ հաջորդ գույքագրմանը, եթե ձեզ հարմարն է, ուզում եք մասնակցեք գույքագրման մասնակիցների հետ եւ այս գույքերը մի հատ դուք կարաք, եթե տեղեկացված եք, էլի։ Ես դեմ չեմ, այդ առաջինը նախապես եմ ասել, որ գույքագրելուց հետո ինձ հրավիրել։ Չէ, դե հետոն արդեն։ Եթե ուրիշ հարցեր չունենք, հարգելի գործընկերներ, ընդունվեց ձեր հարցը, հանցնենք քվեարկման, ովքեր են կողմ։ Այո, 12 կողմ, դեմ ձեռնպատ չկա։ Հարց համար 10։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավականու 2023 թվականի ապրիլի 28-ի թիվ 14-ա որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով եւ 34-րդ հոդվածով նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավականու 2023 թվականի ապրիլի 28-ի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 14-ա որոշման մեջ կատարել փոփոխություններ եւ լրացումներ որոշման երկրորդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի։ Հավելվածը ձեր մոտ է, ուղղակի ես մի քիչ ավելի մանրամասն ասեմ, այստեղ հաստիքացուցակի մեջ ավելացել է մամուլի քարտողարի հաստիքը, նկարահանող օպերատորի մեկ հաստիք է ավելացել եւ ուրեմն հաստիկների մեջ բաժնի պետ, գլխավոր մասնագետ, առաջատար մասնագետների գումարներն է 20, 10 եւ 26,000 դրամով ավելացել, ինչպես նաեւ նկարահանող օպերատորի աշխատավարձն է ավելացել 201,000 եւ տնտեսվարի աշխատավարձը։ Հիմնական փոփոխությունները սրանք են հաստիքացուցակի մեջ։ Ընկերազորն հավատացեք ինչքան բարձրացնենք քիչ ալինը, որովհետև մեր աշխատակազմը, մեր աշխատակիցները աշխատում են ամենամաքսիմալ ձևով, դուք էլ տեսնում եք դրսում։ Ուղղակի ըստ բյուջեի համահունչ ենք բարձրացրել բաժնի պետ, առաջատար ու գլխավոր։ Եթե հարցեր չունենք, լսում եմ։ Ուրեմն հաստատացածով անասնաբուժի աշխատավարձը 40,000 ամենացածր աշխատավարձն է, ամենաբարձր գործին, հա։ Ամենացածրը 108-ա մեր մոտ։ Չէ, դե համեմատած շատ քիչ է անասնաբուժի հարացին, պետությունից անասնաբուժները իշտոտացած։ Այո, բան չեն անում։ Սա ուղղակի օրենքի բան, այո, էսի մենք համայնքով ենք դրել։ Երեք հաստիք։ Թե հարցեր չունեք, անցնենք քվեարկման։ Ովքեր են կողմ։ 12 կողմ, դեմ ձեռնպատ չկա։ Հարց համար 11 կզեկուցի Դավիթ Հայրազյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով եւ 34-րդ հոդվածով եւ նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավականու 2023 թվականի մայիսի 17-ի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 16-ա որոշման մեջ կատարել փոփոխություններ, լրացումներ։ Որոշման առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10, 11-րդ, 12-րդ, 13-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 հավելվածների։ Սա մեր ենթակա հոակներն են։ Ենթակա հոակներում
օրենքի պահանջներից ելնելով դերձակ, դաստիարակ, խոհարար իրանց հաստիկային միավորներն է բարձրացել, օրինակ դերձակինը 0.5 եւ տնօրենի աշխատավարձը 250,000 դրամ։ Դա կեղտոտ աշխատավարձ է, ուրեմն սա վերաբերվում է 4 նախադպրոցական ուսումնական հաստատություններին, ուրեմն Մշակույթի կենտրոնում ավելացել է մշակութային գործունեություն իրականացնող մասնագետ Աշոտ Ավան բնակավայրում, մշակութային գործունեություն իրականացնող մասնագետ Թասիկ բնակավայրում, միջոցառումների կազմակերպիչ, հաղորդավար, այդ հաստիկներն ավելացել, երաշտական դպրոցում դհոլի դասատուի ուրեմն հաստիկն է ավելացել որպես հաստիկ եւ տնօրենների աշխատավարձներում նշված կառույցների տնօրենների աշխատավարձները տարբեր 180, 170, 190 հազարից դարձել է 201,000 դրամ, այսինքն 10-20 այդ կարգի ինքը բարձրացել է, ինչպես նաև Բնսիսյանի բնակարանային կոմունալ տնտեսության եւ տրանսպորտ Սիսիանի համայնքի տրանսպորտ հողակի աշխատակիցների գրեթե բոլորի աշխատավարձները կամ 90%-ի տենց աշխատավարձները որոշակի չափով բարձրացել են։ Շուտակ պարոն Աղազյան, հարգելի գործընկերներ, հիմնական բարձրացումը դրել ենք մեր կոմունալի եւ տրանսպորտ հողակի աշխատակիցների վրա, այն մարդկանց վրա, որ գիշեր առավոտը իրանք գործ են անում, փողոցներ ավլողների, բանվորների, մեր վարորդների։ Հիմնական շեշտը դրել ենք, չեմ ասում որ չեն աշխատում։ Մեր մոտ պակաս աշխատող չունենք, ուղղակի իրանց աշխատանքը համարվում է ծանր աշխատանք։ Եթե տեղյակ չեք էլ ասում, էլի։ Մենք արդեն այս 2 տարվա մեջ գրեթե 30-40% մեր մակրոհիների եւ բանվորների աշխատավարձը բարձրացրել ենք, որը ի սկզբանե այս խոսքը հետո որ պետք է բարձրացնենք, եթե հիշում եք, անցածին մի քիչ ուշ բարձրացրեցին։ Մեր քաղաքը մաքուր պետք է լինի, մեր գյուղերը պետք է մաքուր լինեն, ու աղբանությունը ինձ թվում է իդեալական է կատարում, սրանից այն կողմ էլ չէ պատկերացնում ոնց կարող լինի։ Նույնիսկ Կիրակի օրն են դուրս գալու իրանք աղբանություն իրական։ Հիմա որ անում ենք փոշի, բայց անում են էլի, եթե ուշադրեք եղե առավոտ ժամը 7-ից, եթե դուս եկեք տեսնեք, որ մեր աշխատակիցները դրսում են։ Աղբանոցը եթե նկատել եք, հողով պատվում է պարբերաբար, շուրջն էլ ընթացքում կլինի։ Դե մաքրվում է, կողքը վերում են լցում են նորից Տիկին Յազելյան։ Եթե հարցեր չունեք, անցնենք քվեարկման հարգելի գործընկերներ, լսում եք մանկապարտեզի գլխավոր հաշվապահներ 134,200 դրամ, մեկ էլ մի հաշվապահինը 145,800 դրամ, տարբերությունը ուրեմն բնակավայրերի քանակով կամ սաների քանակից է դա։ Մեծությամբ էլ է ստա։ Չկա, մի խումբ, երկու խումբ ավել լինի։ Երկու գյուղի մանկապարտեզ ավել լինի։ Այդտենց էլ լինում էլի։ Ու մեկ էլ մեր այս բանը ախորհարի վարորդների աշխատավարձի մեջ կա որ տարբերությունը 40,000-ի։ Ես ամեն առավոտ այդ մարդկանց աշխատանքը տենում եմ, շանը կթող ջուրեմ։ Այդ ծանր։ Իշնում են այդ սրտին, գնով են սրտում, յաշիկը սաղ։ Այդ է, գնով կա սեղում բարձրացողինը բարձր է։ Ինտի բարձր, հետի բարձրն է։ Դե համարյա սաղել են մեկինն է, որ ցածրա էնդան հինա, սա որ յուղաթատակ առավոտ չի գնա։ Չէ։ Գլուչը ձերքի։ Արո, ուրեմն եկող տարի այդ երկու հատն էլ է փոխվելու, սպեցա դառնալու, էլի ավականոնիստով իրանց աշխատավարձներին բարձր։ Ոնց եթե հնարավոր է այդ մի քանի մարդկանց ես տեսանել այլի իրանց աշխատանքը։ Նայ, նրանք կոչում են սանմաքրման բանվորներ, վարորդներ, դա կոչվում է աղբանություն։ Սանմաքրումը հեսամեքիաները որ փոխվեց,
Նայած անելվա այդ հատուկ մեքենաներում հավասարը նա աշխատավարձին մեկեն չի 20 տոննա քշելը մեկեն չի 5 տոննա այլ աշխատանքի բարձր ящիկը հանում է քամի տամա զիբիլը լցնում վրա այն մեկինը ցածր նորից աղորը երբևէ իրանց աշխատավարձը այսքան վերանայված չի եղել ինչ է տարի ու կեսվա մեջ ասենց ասեմ էլի երբևէ վերանայված չի եղել գիտես ինչքան ա եղել իրանց սկզբից աշխատավարձը սկզբին 150,000 86,000 ա եղել ընկեր Աշակյան 104 108 հիմա 150,000 տոկոսով հաշվեք ու տեսեք Ադե մարդը կարող է 90,000-ը թիվայել, մի 150,000-ը ասեմ ինչ էս մի տարվա մեջ է, մի տարի կեսվա մեջ է տենց փոխված, ասեմ իմանաք էլի Իսկ որ ասում ես 2 տարի առաջ 90,000 ես բամոր մարդու հարած այդ կտինքը մենք բոլորս ենք Ասենք 2 տարի առաջ որ ասած 90,000-ը կարող մեզ գումար ան 2 տարի հիմա շատ բան չի փոխվել 90,000 դարել արդեն 150,000 Ինչքան էր իրականում բարձրացնենք իրանց աշխատավարձը մեկա քիչը դեպ իրանց արած գործը շատ բարդ ու շատ պատասխանատու գործ է անընդհատ փոշի կերտի ամեն հարգանքով իրանց քիչ են բարձրացնում, որ բարդ տարբերությունը մի անգամ չեն բարձրացնում, որ աշի չկապնի։ Ապես։ Ովքեր են կողմ 12 դեմ ձեռնպատ չունենք։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը նույնպես կզեկուցի պարոն Այվազյանը։ 2026 թվականին բյուջեն կազմվել է հիմք ընդունելով բյուջետային համակարգի մասին եւ տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքները, ինչպես նաեւ 2026 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսված համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի չափերը, համայնքային ենթակայության հողակների կողմից ներկայացված եւ ստուգված նախահաշիվները, համայնքապետարանի բաժինների կողմից ներկայացված հայտերը անշարժ գույքի հարկի հողի հարկի տեղական турքերի եւ վճարների բազային ցուցանիշները։ Բյուջեի նախագիծը միջև համայնքի ավականու հաստատմանը տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի կետի պահանջների համապատասխան կազմակերպվել եւ անցկացվել է հանրային բաց լսումների քննարկումներ 2026 թվականի բյուջեի կանխատեսվող մուտքերը կազմվել է 2 միլիարդ 866 միլիոն 252,943 դրամ, որից սեփական մուտքերը կազմում է 695 միլիոն 327,343 դրամ կամ նույնն է 24.25%-ը։ Պաշտոնական դրամաշնորհները մասնավորապես ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիան կազմում է 2 միլիարդ 168 միլիոն 926,600 դրամ, այսինքն բյուջեի շուրջ 75.6%-ը։ Սեփական եկամուտները վերոնշյալ գումարը ես հիմա ներկայացնեմ, անշարժ գույքի եւ փոխադրամիջոցների գույքահարկը կազմում է 301 միլիոն 98,676 դրամ կամ 10.5%-ը։ Տեղական турքերը կազմում է 15 միլիոն 215,040 դրամ կամ 0.53%-ը։ Համայնքի բյուջե վճարվող պետական турքերը կազմում է 5 միլիոն 700,000 դրամ կամ 0.19%-ը։ Գույքի վարձակալությունից եկամուտները կազմում է 204 միլիոն 501,324 դրամ կամ 7.13%-ը։ Համայնքի բյուջեի եկամուտները ապրանքների մատակարարումից եւ ծառայությունների մատուցումից կազմում է 10 միլիոն 499,000 դրամ կամ 0.36%-ը։ Վարչական գանձումները կազմում է 134 միլիոն 512,303 դրամ կամ 4.69%-ը։ Մուտքերը տուժերից եւ տուգանքներից կազմում է 1 միլիոն 500,000 դրամ կամ 0.05%-ը։ Այլ եկամուտները կազմում է 4 միլիոն դրամ կամ 0.13%-ը։ Եթե ընդհանուր բյուջեն
2 միլիարդ 866,252 2 միլիարդ 866 միլիոն 252,943 դրամը համեմատենք 2025 թվականի բյուջեի հետ, որը կազմել է 2 միլիարդ 534 միլիոն 553,086 դրամ, ապա այս տարի կանխատեսվող մուտքերը ավելացել են 331 միլիոն 699,857 դրամով։ Սա եկամտային մասով 2026 թվականի բյուջեն։ Ներկայացնեմ հիմա 2026 թվականի բյուջեի ծախսային պլանավորումը։ 2026 թվականի ծախսերը ըստ ոլորտների ունեն հետևյալ կառուցվածքը։ Օրենսդիր եւ գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտը կազմում է 689 միլիոն 825,288 դրամ, որը իր մեջ ներառում է աշխատողների, աշխատավարձերը, էներգետիկ, կոմունալ, կապի ծառայությունները, ապահովագրական ծախսերը, ներքին գործողումները, համակարգչային, տեղեկատվական, մասնագիտական ծառայությունները, շենք-շինությունների եւ մեքենաների ընթացիկ նորոգման եւ պահպանման համար պահանջվող ծախսերը, գրասենյակային, տրանսպորտային, առողջապահական, կենցաղային, հատուկ նպատակային նյութերի ձեռքբերման համար պահանջվող ծախսերը։ Սա վարչական մասին է վերաբերվում, համայնքապետարանը եւ վարչական շենքերի մասով, աշխատողները եւ մնացած ծախսերը։ Հաջորդ ոլորտը աշխատակազմի կադրերի գծով ընդհանուր բնույթի ծառայություններն են, որոնք կազմում են 1 միլիոն 999,000 դրամ, որն իր մեջ ներառում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակի պահպանման ծախսերը, աշխատավարձ, կապի ծառայություն, ներքին գործողումներ, մասնագիտական ծառայություններ, սա ԿԿԳ-ն է։ Ընդհանուր բնույթի այդ ծառայությունները ունենք եւս պլանավորված 5 միլիոն 372,000 դրամ, որը իր մեջ ներառում է տեղեկատվական համակարգերի եւ ծրագրային ապահովման ծախսերը։ Սա աշխատակազմը, որ աշխատում է տեղեկատվական ծրագրով եւ e-community ծրագրով, որ աշխատում են այդ մասն է։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ այլ դասերին չպատկանող ոլորտը կազմում է 60 միլիոն 900,000 դրամ, որը իր մեջ ներառում է մասնագիտական ծառայություններ, մասնավորապես Սիսիան համայնքի բնակավայրերում խմելու ջրի քլորացման ծառայությունը, թափառող շների ամլացման եւ ստերջացման ծառայությունները, չափագրումը, էլեկտրոնային քարտեզի եւ դիզելային վառելիքի ձեռքբերումը։ Մյուս ոլորտը տնտեսական հարաբերությունները, որը կազմում է 247 միլիոն 83,850 դրամ, իր մեջ ներառում է մասնագիտական ծառայություններ, սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական համայնքային կազմակերպություններին, մասնավորապես Սիսիանի տրանսպորտ հողակին եւ ոռոգման խողովակաշարի ընթացիկ վերանորոգման աշխատանքների ծախսերի համար։ Մյուս ոլորտը շրջակա միջավայրի պաշտպանությունն է, որը կազմում է 238 միլիոն 126,290 դրամ, որը իր մեջ ներառում է սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական համայնքային կազմակերպություններին, մասնավորապես Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն հողակին, աղբահանության, սահմաքրման եւ կանաչապատման աշխատանքները իրականացնելու համար։ Մյուս ոլորտը բնակարանային շինություն եւ կոմունալ ծառայություններ, որը կազմում է 83 միլիոն 585,193 դրամ, իր մեջ ներառում է սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական համայնքային կազմակերպություններին, մասնավորապես Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն հողակին, լուսավորության, բազմաբնակարան շենքերի եւ խմելու ջրագծի ընթացիկ վերանորոգման աշխատանքների համար, ինչպես նաեւ էներգետիկ ծառայությունների համար։ Մյուս ոլորտը հանգիստ, մշակույթ եւ կրոն, որը կազմում է 127 միլիոն 146,000 դրամ, իր մեջ ներառում է ներկայացուցչական ծախսերը, մասնավորապես հուշանվերներ, ծաղիկներ, նվերներ, հյուրանոցային հյուրասիրության ապահովման ծախսեր, գրասենյակային նյութեր, հագուստ, կրթական, մշակութային եւ սպորտային նպաստներ բյուջեից, սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական համայնքային կազմակերպություններին, մասնավորապես Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն հողակին, սուբսիդիայի հատկացում, ինչպես նաև գույքի եւ սարքավորումների վարձակալության, որը իր մեջ ներառում է տրանսպորտի վարձակալություն, տեղեկատվական ծառայություններ, որը իր մեջ ներառում է տպագրական ծառայությունները։ Մյուս ոլորտը կրթություն, իր մեջ որը կազմում է 816 միլիոն 604,400 դրամ, իր մեջ ներառում է սուբսիդիաներ
ոչ ֆինանսական պետական համայնքային կազմակերպություններին, մասնավորապես Սիսիան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններին, ընթացիկ դրամաշնորհներ պետական եւ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, սուբսիդիաների հատկացում Զա Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցում, Էասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոցին, Աղվան Մինասյանի անվան արվեստի եւ ստեղծագործության կենտրոնին, Սիսիան համայնքի շախմատի դպրոցին, Սիսիանի ֆուտբոլի դպրոցին։ Սա էր մեզ մնացած ենթակա կազմակերպությունը։ Մյուս ոլորտը սոցիալական պաշտպանությունն է, որը իր մեջ կազմում է 2,50,000 դրամ, իր մեջ ներառում է հարմարեցված տրանսպորտային միջոցի աշխատողի վարձատրության, ինչպես նաև ապահովագրության ծախսերը հոգալու համար։ Սա նոր մեքենան է, որ նորահաս է մեզ արդեն այդ մասով է։ Եվ հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդերը, որը կազմում է 573,251,000 դրամ։ Սա էլ պահուստային ֆոնդն է վարչական մասով։ Այսքանը 2026 թվականի բյուջեի մասով ինքը բյուջեն ուղարկվել է համապատասխան նախարարություն, դրական եզրակացություն եկել է, ոչ մի բան չի եղել, ոչ մի խնդիր չի եղել, ամեն ինչ նորմալ է։ Այսքան կողմնարկել եմ։ Լսում ենք ձեզ։ Այդ հոդվածն ատենց։ Հոդվածն ատենց։ Հոդվածի անունը։ Դե հիմա չես կարող այդ փոխես, որտեղ հոդվածի անունը տենց է։ Տենց չի, ընկերով Անիսյան, ինքը հոդվածի անունն է, ու կարող է ինչ-որ համայնք լինի, որ ասենք Զատիկնատ հետո Տիկին Յազելյան։ Կատիոները տես բաներ էլի, թե չէ։ Հետո Տիկին Յազելյան ինքը ընդհանուր ծրագրի անունն է, եթե ինչ-որ կարող է ինչ-որ ընթացքում էլ առաջանա այդ ծրագրից, որպեսզի դու կարողանաս օգտվել, էլի, հանգիստ մշակույթ կրան, ու ինքս վերաբերվում է ամբողջ Հայաստանին, էլի, այդ ծրագրերը։ Այդ պարոն Սուլեյմանյանը մոտ հարց տա։ Միջև հարցի սանրադառնալն որպես բռնակցի, որպես ծնող, այսօրվա մեր գյուղի միջոցառման համար շնորհակալություն եմ հայտնում գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Դասված թողնած միջոցառումները շատ են, ուրեմն հարցում եմ սպորտի հետ կապված 26 թվականի բյուջեով միջոցառումներ կազմակերպված, որովհետև նախկինում կար վոլեյբոլի մրցաշար, բասկետբոլի մրցաշար, որին հենց մեկը ես անձամբ մասնակցել եմ, բայց հիմա վոլեյբոլներ, ֆուտբոլներ, ինչ ծրագրեր ունեք Տիկին Հովհաննիսյան։ Դե մի լող են ասկսնում եք, ոչ բասեին ենք, ոչ նորմալ կետում։ Ֆուտբոլին են եղել, թենիսին են եղել, մեկ էց սկալյան մի հատ բան։ Այսինքն մենք հնարավորինս փորձում ենք ակտիվացնել մասնակցությունը։ Տեղեկացված են լինում ախր, էլ ոնց տեղեկացնենք։ Արայք ջան, ուրեմն բռնակոտ ուներ 2 թիմ, ամբողջ զորերում թիմ չհավաքվեց, որ ֆուտբոլի Արցախյան հերոսպանայոց համարձողվածների Զորերի թողն բարամի աղագեսել ընդեից աղանեմ։ Դե օրինակ աղուբուս միջև, դե բոլորը տեղեկացված են, բոլորը դպրոցի տնօրեններ,
եւ վարչական շավակվեց այդ թիմը։ Քրնակոտ երկու թիմերի իրար հետ հավաքապան։ Հա։ Սովետունին այն։ Կարևորն է, որ Ռուսաստանի Դաշնությունից բոլոր բռնակությունները վերադարձել։ Այո։ Դրան մարեմ ասում պետք է կան, ասեք մենակ երիտասարդություն չի, այսօր մեր վարչական ղեկավարների կարելի է ասած, ունենք Մերկելի ասած ծերանոցը, մի հատ նարդի մրցաշար անցկացնեն, մեծերն էլ հաճույքով, Տարբերակա, սպիտակ համայնքում արեց։ պատոգիա, մեկ էլ մի Դրանք սա մեր ցանկում կներառված է։ Ես պատրաստ եմ որպես այդ բնակավար մարդ օգնելու։ Մենք տեսել ենք ձեր օժանդակությունը, նորմալ է։ Կտանք ձեզ։ Ցարում եք կազմակերպած մեծերին էլ, երիտասարդներին էլ մի քիչ լիցքաթափում։ Դե շախմատը միշտ լինում է։ Դե ընդեն չի որ կարանք մենք 70 տարեկան մարդուն բերենք Սիսիանում ասենք խաղա, բայց գյուղը կարանք անցկացնենք, ասենք ես ինչ Եթե մարդ հարցեր չունեք, հարգելի գործընկերներ, ուրիշ 2025 թվականի բյուջեն ովքեր են կողմ հաստատել, 26-ը կներեք, 25-ին հաստատել ենք։ 26-ին ովքեր են կողմ, որ հաստատվի 12 կողմ, շնորհակալություն, սա նաև ծափարության արժանի էր, կարող ծափարել։ Չէ, մի հատ էլ ունեք, գույքը անհատույց տալու, ինքնը։ Հաջորդ հարցը կզեկուցի պարոն Այվազյան, հա։ Գույքի մասով ֆինանսականն է, իրավական օգնելի է։ Ես խնդրեմ։ Ոստեղ։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստան Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-ից 689-րդ, 692-րդ, 693-րդ, 694-րդ հոդվածներով եւ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2025 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 01 08 436 2025 գրությունը եւ համայնքի ղեկավարի առաջարկը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորհայք բնակավայրի Խ. Աբգարյանի փողոցի շենք 17 հասցեի երիտասարդության զբաղմունքի կենտրոն շենքը անհատույց օգտագործման իրավունքով ժամանակավորապես տրամադրել Գորհայք միջնակարգ դպրոց ՊՕԱԿ-ին գործունեություն իրականացնելու համար միջև ՀՀ կառավարության 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ եւ 500 մանկապարտեզներ ծրագրի շրջանակներում դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ավարտը։ Սա ինչպես նշեցի, Գորհայք միջնակարգ դպրոցն է տեղափոխվում երիտասարդության զբաղմունքի կենտրոն եւ անորոշ ժամանակով միջև ավարտել։ Ներկայացնեմ, ուրեմն Գորհայք դպրոցում, Գորհայք բնակավայրի միջնակարգ դպրոցում, պարոն Դանելյան, Գորհայք բնակավայրի միջնակարգ դպրոցում հիմա հիմնանորոգում է տեղ ունենում, երեխաներին պետքա տեղավորվեր ինչ-որ մի տեղ բնակավայրում, մենք տեղ ենք հատկացնում, այնքան ժամանակով միջև դպրոցը կհիմնանորոգվի, նոր երեխաները գնան այնտեղ, էլի։ Դրա համար ենք մենք տալիս։ Դրամաժամկետ չենք նշել 1 տարի, 2 տարի հետի կապված արդեն իրանց էր եւ կավարտվի հաջորդ նիստով էլ նորից արդեն բան կանենք, կվերցնենք բան։ Հիմնանորոգում ալնում դպրոցում, տանիքով, 4 դպրոցի պես ասենք։ Վերանորոգում, հիմնանորոգում, նոր կառուցում է, էլի։ Ու շատ տեմպով աշխատանքներ իրականացնում, պարոն Աղաջյան։ Ու մաքսիմալ կարճ ժամանակահատվածում։ Այո։ Ովքեր են կողմ, 12 կողմ, դեմ ձեռնպատ չկա, հաջորդ հարցը կզեկուցի պարոն Իվանյան։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավականու 7-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր եւ ժամ սահմանել 2026 թվականի փետրվարի 20-ին ժամը 16:00-ին։ Դե տենց է։ Նստաշրջանները Գարնանային նստաշրջանը փետրվարի 2-րդ երեքշաբթիից է սկսում եւ առաջին ուրբաթ օրն է, այսպես ասած։ Ովքեր են կողմ,
12 կողմ դեն ձեռնպատ չկա։ Շնորհակալություն նիստին գտնվելու համար։ Տարվա վերջին նիստներ նոր 2000 նախ ուզում եմ շնորհավորել գալիք նոր տարին 2026 թվականը լինելու է մեր համար աննախադեպ տարի ձեռքբերումներով ու հաջողություններով լի համայնքի հիմնական գործիքը ավականիներ հաստատեցին 2026 թվականի բյուջեն, որով իրականացնեն մեր աշխատանքները նշված եւ կատարվելիք։ Շնորհակալություն բոլոր ներկաներին, նիստը համարում եմ փակված։